Բարև ձեզ սիրելի բարեկամներ, եթերում Նոյան Տապանի քննարկում հաղորդաշարն է, եւ այսօր մենք զրուցելու ենք հանքարդյունաբերության փորձագետ Վիլսոնյան Հայաստան հասարակական կազմակերպության հիմնադիր եւ նախագահ Գեորգի Անտոնով Միրզախանյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Միրզախանյան։ Մեր հաղորդումներում մենք հաճախ ենք անդրադառնում Հայաստանի տնտեսական պոտենցիալին, հատկապես հանքարդյունաբերության առումով։ Այսօր իմ հարցը ուզում եմ այսպես ձևակերպել։ Հիմա ընտրություններ են, մոտ 1 ամսից հայ ժողովուրդը ընտրելու է այս կամ այն քաղաքական ուժին, եւ քաղաքական ուժերը հիմա շռայլ են իրենց խոստումներով, տարբեր բաներ են խոստանում, աշխատատեղեր, խաղաղություն եւ այլն, բայց մի բան, որը ակնհայտորեն չկա այդ խոստումների մեջ, դա որոշակի օրենքների ընդունումն է, որը որ մեզ դուրս կբերի այս գոնե հանքարդյունաբերության ոլորտում այս թալանից, որը որ երկար տարիներ շարունակվում է։ Արդյոք դուք չեք գտնում, որ նման օրենքների ընդունումը պետք է դիտարկել որպես քաղաքական ուժերի խոստումների մի հատ պարտադիր սեգմենտ եւ մեր ընտրողները Հայաստանի Հանրապետության առաջին հերթին քաղաքական ուժերից պետք է պահանջեն, որպեսզի նման խոստումներ տվեն։ Շնորհակալություն հարցի համար, շատ լայնածավալ խորը հարցեր, կփորձեմ պատասխանել, բայց որպեսզի ճիշտ հասկանանք, եկեք մի հատ մեկ անգամ չէ, որ խոսել ենք, էքսկուրս անենք, թե ինչ է կատարվել Հայաստանի սահմանադրության հետ։ Ուրեմն 1995 թվականի առաջին սահմանադրությունը, երբ որ ընդունվեց, հանքերի մասին գրված էր, որ բնական ռեսուրսների տերը Հայաստանի ժողովուրդն է։ Ուղիղ 10 տարի հետո երկրորդ նախագահը փոխեց սահմանադրության այդ կետը, ժողովուրդը զրկվեց սեփականությունից, կարելի ասել հայրենիքից, հողից, բնական ռեսուրսներից, հնչազուրկ դառավ, եւ այդ կետը ձևակերպվեց այսպես, որ Հայաստանի ընդերքի հարստությունների տերը պետությունն է։ Երրորդ նախագահան, չգիտես ինչու, բոլորը ուշադրությունը այդ մեկ կետն էր սահմանադրության, փոխեցին սահմանադրությունը եւ այդ կետը դարավ հետեւյալ կերպ, ավելացավ եւս մեկ նախադասություն, որ Հայաստանի բնական ռեսուրսների, այսինքն հարստության տերը պետությունն է, բայց տրվում է կառավարության հատուկ կառավարման դրվում է կառավարության բաշխման ներքո, այսինքն տրվեց, որ հարստությունը կարող է տիրապետել, բաշխել, վաճառել, հանձնել որևէ մեկին առանց ժողովրդին հարցնելու, առանց պետությանը հարցնելու, քանի որ կառավարությունը դավարձու աշխատողներ են, չինովնիկներ են։ Այս երեք, որից հետո իհարկե մենք տեսնում ենք, որ արդեն այդ ժամանակ բյուջե Հայաստանի Հանրապետության բյուջե ոչ մի կոպեկ չէր մտնում Հայաստանի ընդերքի հարստությունից եւ ժողովուրդը չէր օգտվում այդ։ Ես հարց ունեմ, պարոն Միրզախանյան, մենք այստեղ սովորաբար ուրեմն տարակարծիք ենք, բայց հարցս հետեւյալն է, իսկ այն ժամանակ, երբ որ սահմանադրությունում գրված էր, որ ժողովրդինն է, այն ժամանակ ժողովուրդը դրանից որևէ բան ստանում էր, սա առաջին հարց, երկրորդ։ Դուք շատ գիտեք Հայաստանի Հանրապետությունում իրավական դատական ակտեր, որը հղում է անում ուղիղ սահմանադրությանը։ Այսինքն հարցս գուցե այդքան էլ լավ չեմ ձևակերպում, բայց հետեւյալն է, ինչ է գրված սահմանադրության մեջ այդքան կարևոր է արդյոք, եթե Հայաստանում ուրեմն արդարադատություն իրականացող մարմինները
Սահմանադրությանը վերջին տեղն են դնում, ավելի շատ ուշադրություն են դարձնում ենթաօրենսդրական ակտերի կամ օրենքների վրա։ Շատ ճիշտ եք դուք, ուրեմն մինչև 2000-ական թվականները իներցիայով հաշվի առնելով սովետական միության օրենքները, որովհետև մեկ օրվա մեջ ամեն ինչ փլուզվեց, բոլոր օրենքները չվերացան, հանքարդյունաբերությունը, քանի որ կարևոր ճյուղերից մեկն էր եւ Հայաստանի եւ Ռուսաստանի համար, որպես հետնորդ սովետական միության, դեռ իներցիոն ձևով մինչև 2000 թվականը, 98 թվականը աշխատում էր հին ձևով, դեռ գոյություն ուներ հայ ոսկի արտադրությունը, հայկական գեոլոգիական ընդհանուր գեոլոգիական պարտիաները դեռ հետախուզությունները կատարվում էին եւ դրվում էին ֆոնդերի վրա, իներցիայով աշխատանքը տարվում էր եւ հումքը արտահանվում էր եւ վերամշակվում էր, գնացքներ ներս չէին մտնում պաշարներով, բայց դուրս էին գալի պաշարներով, դա կար, մոտ 10 տարի Հայաստանը իներցիայով դեռ ապրում էր սովետական միության օրենքներով, հանքարդյունաբերությունը, որից հետո, երբ որ փոխվեց սահմանադրությունը, մենք բոլորս գիտենք, արդեն կատարվեց սեփականաշնորհում, անտերություն հանքարդյունաբերության եւ հիշում ենք Հայաստան եկան հնդկական, լեռնամետալուրգիական կազմակերպություններ, չինական, լեռնամետալուրգիական կազմակերպություններ, ռուսական առանձին մետալուրգիական մագնատներ, կազմակերպություններ եւ սկսեց նոր, այսպես ասած, կապիտալիստական հարաբերությունները զարգանալ, բայց քանի որ օրենսդրական նոր բազան չկար, պայմանագրերը այսպես չինովնիկները ղեկավարությունը կամայական ձևով էր, դուք ճիշտ նշեցիք, ենթ օրենսդրական ակտերով էին ղեկավարում եւ ոչ թե սահմանադրությունով, գլխավոր թերությունը դա էր եւ չինովնիկները աշխատում էին, այսինքն կոռուպցիան սկսեց ներդրվել այս բնագավառի մեջ, իսկ երրորդ իշխանության ժամանակ ընդհանրապես արդեն ամեն ինչ տրվեց կոռուպցիայի եւ թալանի, տարբերությունը դրա մեջ էր, հիմնական մեղքը, այսպես երբ որ լոկոմոտիվը արտոնաբերության չի աշխատում, իսկ լոկոմոտիվը մեր Հայաստանի համար լեռնամետալուրգիան է, մեղավորը սահմանադրությունով չաշխատել է, դրա համար ես կոչ եմ անում, որպեսզի մենք վերադառնանք առաջին սահմանադրության այն ձևակերպմանը, որ բնական ռեսուրսների հարստությունների տերը դա ժողովուրդն է, ժողովուրդը իրեն վստահ զգա, ինքը զգողություն կատարի, որպեսզի թալանը մեջ չլինի։ Արցի երկրորդ կողմը կամ առաջին կողմը ավելի շուտ, ես խոսում էի ընտրությունների մասին եւ թե ինչ ժողովուրդը պետք է պահանջի իր քաղաքական ուժերից։ Արդյոք դուք որևէ մեկի ծրագրի մեջ տեսել եք այնպիսի դրույթներ, որոնք այդ ձեր ասածը կյանքի կկոչեն, այսինքն անդերքը նույնիսկ կվերադառնա ժողովրդին եւ այդ անդերքը ուղղակի չի հանվի լցվի վագոնների մեջ եւ տարվի դուրս, այլ կսահմանափակվի, ասենք օրինակ հումքի արտահանումը, չէ՞ որ նման բաներ արել են տարբեր երկրներ, որ կստիպվի, որպեսզի այդ ներդրողները, որոնք հանք են արդյունահանում, իմանան, որ այդ եթե իրանք վերցնում են հանքարդյունաբերության ծանրությունը շաքերտների մեջ իրենց վրա, ապա իրենք որոշակի պարտավորություններ ունեն ստեղծել վերամշակման գործարաններ եւ արտահանել արդեն պատրաստի նյութը, որը որ 10-ից մինչև 1000 անգամ ավելի թանկ է։ Շնորհակալություն հարցի համար, ես սկսեմ նրանից, թե ինչ են այսօր մեր քաղաքական կուսակցությունները խոստանում, մի մասը խոստանում են խաղաղություն, մոռանալով, որ չի կարող լինել պետության մեջ երկրում խաղաղություն, եթե չկա անվտանգություն։
Եվ հիշեցնեմ, որ անվտանգությունը նույնպես պետության մեջ ունի մի քանի կատեգորիաներ։ Ամենաառաջնային կատեգորիան անվտանգության դա տնտեսական անվտանգությունը, քաղաքական, զինվորական, ռազմական, սոցիալականները դա երկրորդ, երրորդական են, բոլորը բխում են, քանի որ լոկոմոտիվը դա տնտեսությունն է, այդ բոլորը մյուս անվտանգությունները գալիս են այս տնտեսական անվտանգությունից հետո քաղաքական կուսակցությունների մի խումբը խոստանում է զարգացում, եթե չկա տնտեսական եւ ոչ մեկը չի ասում, թե որ բնակավարն է զարգացնելու, կան առևտրի սիստեմը զարգացնելը դա մի բան է, կենցաղային օբյեկտները զարգացնելը մեկ ուրիշ բան է, որը իրեն հետ բերում է, իհարկե ճիշտ են ասում, նաև աշխատատեղեր, բայց դրանք ստրատեգիական, պետության համար ստրատեգիական նշանակություն ունեցող ուղղություններ չեն, ոչ ոք պետության զարգացման լոկոմոտիվի մասին չի խոսում, այսինքն հանքարդյունաբերության, լեռնամետալուրգիայի, որին հետևում են էլեկտրոնիկայի զարգացում, ծանր արդյունաբերության զարգացում, միջին արդյունաբերության զարգացում, հազվագյուտ մետաղների, թանկարժեք մետաղների, այսինքն ամբողջ գիտա նауկայոմքի բարձր գիտական տեխնոլոգիաների զարգացման ուղղության վրա մասին ոչ ոք չի խոսում եւ այդ պատճառով ես առայժմ կոնկրետ զարգացման ծրագիր ոչ մի կուսակցության մեջ ես չեմ տեսնում այսպեսի մի մեջբերում անեմ ես առիթ եմ ունեցել այստեղ հարցազրույց ունենալ մեր արդյունաբերության նախարարի հետ միակ նախարարի որովհետեւ նրա ուրեմն ինստանկաններին նրա գործունեությունից հետո այլևս Հայաստանը արդյունաբերության նախարար չի ունեցել, պահանջարկված չի տեսել այդպիսի պաշտոն եւ նա ասում էր մեջբերելով մեկ այլ ուրեմն մարդու խոսք, որ վայ տարել են երկրին, ուր իշխում է առևտրային կապիտալը։ Ինչ կասեք այս դույթի վերաբերյալ, չէ՞ որ Հայաստանում հիմնական այսպես դերը այս պահին առևտրական կապիտալին Շնորհակալություն դուք ճիշտ եք մենք եկեք հիշենք սովետական միության ժամանակ ինչպես էին կոչվում առևտրականները սիմուլյանտներ, ժուլիկներ եւ այլն նրանց հոգեբանությունը ուրիշ է նրանց համար կարևորը շահն է, փողը եկամուտը եւ այսօր ամբողջ աշխարհում քանի որ տիրում են համաշխարհային եւ քաղաքական եւ ադմինիստրատիվ սիստեմին հսկում են վաշխառունները, այսինքն առևտրականները, նրանք զարգացնում են այդ ուղղությունը եւ դա հիմք ընդունելով եթե մենք ընդունենք առևտրի զարգացումը, կենցաղի զարգացումը, մենք ոչ մի հզոր երկիր չենք կառուցի, ոչ մի ապագա Հայաստանը չի կարող ունենալ։ Դրա համար մենք պետք է մտածենք միայն ծանր արդյունաբերության, լեռնամետալուրգիայի, որին կհետևենք կիսաղութիչների զարգացում, չիպերի զարգացում եւ այլն։ Ուրիշ կերպ մենք չենք կարող, որտեղ մենք սահմանափակված փոքր տարածքում լոգիստիկայի զուրկ պետություն ենք, իսկ միայն լեռնամետալուրգիան մեզ հնարավորությունն է եւ նրա լեռնամետալուրգիայի խորը մշակումը դուք ճիշտ նշեցիք մեր հանքերից մոլիբդենի, ոսկու, պղնձի, արծաթի, ալյումինի, ցինկի, այդպիսի հանքերից, որպեսզի մենք ստանանք մաքուր մետաղ, մեզ լոգիստիկան այնքան պետք չի։ Մենք հանքից անում ենք, կառուցում ենք վերամշակող գործարան, շատ ժամանակ դա կոչվում են աֆինաժնի գործարաններ, որը մեկ անգամ ազատում ենք հողից, երկրորդ անգամ անպետք նյութերից, երրորդ անգամ բաժանում ենք տարբեր մետաղները առանձին եւ վերցնում ենք այն էլեմենտը, որը տալիս ենք մշակելու երկրորդ վերամշակող գործարանը։ Դա մինիմում, այսպես է արդյունաբերության մեջ, մինիմում 3 этаպի հանքանյութը պետք է վերամշակվի նոր Երևա հարստությունը։
մետաղական մասը, ոչ մետաղական մասը, օգտակար մետաղները, օգտակար նյութերը եւ ոչ օգտակար նյութերը, բայց ես ինչքան հիշում եմ, երբ առաջի պրեզիդենտին եւ երկրորդ պրեզիդենտին եւ երրորդին եւ չորրորդ վարչապետին մեր դրսի հայ մեծ գործարարները այս բնակավարի առաջարկել են ամֆինաժնի գործարան կառուցել, բայց բոլորն էլ մերժում են ստացել։ Ինչու, որովհետեւ այլ իրենք աշխատում են վաշխառուների սիստեմի սկզբունքով եւ վաշխառուներին պետք չէ որպեսի վերամշակված նյութ իրենք տեղանեն, որտեղ վերամշակված նյութը ունի մեծ արժեք եւ տալիս է մեծ գումարներ պետությանը, ժողովրդին, որտեղից այն հանվում է։ Իսկ գուցե այդտեղ կոռուպցիոն մեխանիզմներ են գործում այն իմաստով, որ եթե ասենք վագոններով հումք է դուրս գալիս, որի ասենք անունը դրած է պղնձի հանքանյութ, բայց մենք ձեզ հետ միասին գիտենք, որ ցանկացած այդպիսի հանքանյութում, ոչ միայն Հայաստանում, անպայման արկա են հազվագոտ մետաղներ, արկա է ոսկի, արկա է արծաթ եւ այդ պրոպորցիաները այդ արկայության հայտնի են, իրենք աշխարհում հայտնի են որպես ուրեմն հարակից նյութեր, մետաղները միասին են լինում, առանձին չեն լինում։ Եվ եթե Հայաստանից դուրս են գալիս միայն, ասենք օրինակ պղնձի հանքանյութի վագոններ, կարելի է ընդհանրել, որպեսզի այդպիսի հարստությունը դուրս գա դրա այդ հարակից առանց վճարվելու դրա համար, առանց նույնիսկ դրան հիշատակելու, շատ հնարավոր է այդ գործարարները ձև են գտնում վարձատրելու իրանց այդ թույլտվությունը տվող մարդկանց։ Շատ ճիշտ եք դուք եւ ճիշտ էլ բացատրեցիք։ Բնության մեջ մետաղները լինում են միասին։ Եթե ասում ենք ոսկու հանք, դա նշանակում է, որ այդ հողատարածքում ուսումնասիրված է միայն ոսկու պաշարները։ Այդ հողի մեջ, երբ որ հանում են, ուսումնասիրում են բուրենի, փորելով հանում են կեռնը հողի մասը եւ ուսումնասիրում են քիմիական, տարբեր մագնիսական եւ տարբեր մի քանի սպեկտրային անալիզների միջոցով լաբորատորիաներում ուսումնասիրում են միայն մեկ էլեմենտի պաշարը, որի արժեքը կարող է լինել ենթադրենք $1 միլիոն արժեք, բայց սովորաբար բնության մեջ այդ հանքանյութի մեջ մի քանի մետաղներ են լինում, ոսկու հետ պարտադիր կա արծաթ, ոսկու հետ պարտադիր եւ մոլիբդեն, եւ ցինկ, եւ ալյումինի, եւ պղինձ, բոլորը կան։ Եթե ուսումնասիրվի նույն այդ անալիզի պրոբի, նմուշի մեջ ոսկուց բացի պղնձի քանակը կարող է պղնձի քանակը $1 միլիոնից $1 միլիոն ավելին լինի, եթե ուսումնասիրվի հազվագյուտ մետաղների քանակը կարող է տասնյակ միլիոններից ավելին լինի, բայց գիտությունը, այսօրվա գիտությունը, արտադրությունը եւ այն սիստեմը, որով լեռնամետալուրգիան աշխատում է, միայն հանք համարվում է ոսկու, եթե ուսումնասիրված է ոսկու պաշարը, պղնձի, եթե ուսումնասիրված է պղնձի պաշարը, մյուս էլեմենտների պաշարը եւ նշանակություն չունի, եւ եթե դու հումքն ես արտահանում այդ ոսկու ուսումնասիրված պաշարի հետ միասին, բոլոր մետաղների պաշարները դու դուրս ես հանում, արդեն քո հարստությունը հարյուրավոր միլիոնների արդեն տերը դու չես, ոչ ժողովուրդը, ոչ պետությունը, եւ դրա շատ ներողություն, եւ դրա համար ձեր բառը կոռուպցիա եւ կաշառակերությունը տեղին է տվյալ դեպքում, իսկ ինչու է տեղին, որովհետեւ այսօր ամբողջ աշխարհը լեռնամետալուրգիայում աշխատում է համաձայն համաշխարհային միջազգային արտադրանքի բաժանման օրենքի հիման վրա այս բնակավարում միայն Հայաստանը, չգիտես ինչու, երկար տարիներ այդ օրենքը չի ընդունում։ Մենք
շատ անգամ ենք հիշեցրել, որ կառավարությունը եթե այդ օրենքը չընդունի, թալանը կշարունակվի, կոռուպցիան կշարունակվի, բայց ոչ ոք դրան ուշադրություն չի ուզում դարձնի։ Այսինքն հարցս այսպես ձևակերպեմ, եթե հիմա մենք փորձենք կազմել մի փաստաթուղթ, որով ժողովուրդը պիտի իր քաղաքական ուժերից ինչ-որ պահանջներ դնի հանքարդյունաբերության ոլորտի հետ կապված։ Առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ պահանջները որոնք պիտի լինեն ըստ ձեզ։ Առաջինը կարծես թե դուք ասացիք, այդ օրենքը, հա։ Առաջինը սահմանադրության մեջ վերադարձնել այն կետը, որ բնական Հայաստանի Հանրապետության բնական ռեսուրսների տերը Հայաստանի ժողովուրդն է։ Սա մեկ, Երկրորդը այս օրենքը համաշխարհային արտադրանքի բաժանման օրենքը, որը գործում է բոլոր աշխարհի բոլոր երկրներում, ովքեր լեռնամետալուրգիայով են զբաղվում, այս օրենքը պիտի ընդունվի։ Ինչ է ասում այդ օրենքը ասում է, որոնք շատ ճիշտ հարցրեցիք, էությունը այդ օրենքի հետևյալն է, որ համաձայն այդ օրենքի դրսի կամ ներսի վերամշակող հանքարդյունաբերությունով զբաղվող կազմակերպությունը չի կարող ունենալ բաժնեմաս ավելի շատ, քան այդ պետությունը։ Սովորաբար 51%-ից ավելին որևէ հանքարդյունաբերության հանքարդյունաբերությունով զբաղվող դրսի կազմակերպություն, հատկապես դրսի, չի կարող ունենալ 50-ից ավել տոկոս։ Պետությունը պարտադիր պիտի ունենա 51-ից մինչև 76%, որ կոնտրոլնի պակետը հսկողությունը մնա ժողովրդի պետության ձեռքին։ Դա պարտադիր պայման է, երբ որ իսկ հիմա մենք գիտենք, որ այսօրվա մի 3 տարի աշխատելուց հետո, երբ որ նախկին նախարարի հետ Քերոբյանի հետ աշխատում ենք, վերջապես այս վերջին կառավարությունը հանքարդյունաբերությանը ուշադրություն դարձրեց եւ ինչքան գիտեմ հիմա 20-22% հանքարդյունաբերության արդեն համարվում է պետության կառավարության բաժինը եւ այն էլ մութ է թե ինչպես է բաշխվում համաշխարհային բանկի տվյալներով ընդամենը 7%-ն է ցույց տրվում որպես Հայաստանի ՎՎՊ-ի համախառն արտադրանքի մաս ընդամենը 7%-ը դա նշանակում է որ 7% մինիմում պիտի լինի 51% այդ արդեն 7 անգամ 7 49, այսինքն մոտ 7.5 անգամ այսօր Հայաստանի բյուջեն քիչ է ստանում միմիայն այս օրենքը չընդունելու պատճառով երրորդը ահա հիշելով որ 1998 թվականին ինչպես Ռուսաստանը դեֆոլտից ազատվեց եւ կարողացավ փրկել տրոհումը Ռուսաստանի դա մեկ ուկազ հրամանագիր էր պրեզիդենտի Ելցինը արեց մեկ օրվա ընթացքում որ կասեցրեց բանի հրամանագրի բովանդակությունը հետեւյալն էր այսօրվանից նույն օրվանից չի կարելի Ռուսաստանի տարածքից դուրս անել չվերամշակված հանքանյութ նույնպիսի հրաման երևի բացառությամբ նավթագազային չէ նայել արդեն հենց այդ օրվանից սկսվեց արդեն սկսեցին մաքրել մեկ անգամ առաջնային մաքրության մեկ անգամ վերամշակման գործարաններ դրեցին ֆիլտրացիայի եւ էլի արժեքը բարձրացավ եւ դա փրկեց Ռուսաստանին ընդհանրապես տրոհումից նույն բանը դա մեծ բան չէ մեկ օրվա մեջ եւ վարչապետը եւ պրեզիդենտը կարող են եւ ազգային ժողովը կարող են նման որոշում կայացնել թույլ տալ չվերամշակված հանքանյութ դուրս գա Հայաստանի տարածքից ինչի որտեվ չվերամշակվածը անալիզ արված չի ուսումնասիրված չի չես կարող իմանալ ինչքան է արհեստությունը իսկ մշակելուց հետո ամբողջ արհեստությունը քո աչքերի դեմ է բարձ է եւ այդտեղից դու ստանում ես քո հասանելիք բաժինը իսկ եթե կնքում ես համապատասխան միջազգային օրենքի ես աշխատում
ամենաարյունի բաժինը այդ բնական ռեսուրսների շահը մնում է պետության եւ ժողովրդի։ Ինչի կբերի այդ երրորդ օրենքը արդյոք քանքարությունաբերությունը մեկ օրում Հայաստանում կանգ չի առնի։ Ասեմ, մեկ ամիս նույնպես Ռուսաստանում նույնպես կանգ առավ, բայց մեկ ամիս հետո բոլորը վազեցին իշխանության մոտ, պայմանավորվեցին, կնքեցին պայմանագրեր, պարտավորվեցին աշխատել միջազգային օրենքներով, պարտավորվեցին դնել վերամշակող գործարաններ, ֆիլտրեր, մաքրեցին, էկոլոգիայի հարցերին սկսեցին ուշադրություն դարձնել, կարգավորվեց։ Մեկ ամիս Հայաստանը տրագեդիա չի ունենա։ Այդ մի քանի կոպեկները 7% հասցին, չէ՞ ՎՎՊ-ի համախառն արտադրանքի, այդ 7%-ը մեկ ամիս որ Հայաստանը չստանա, հայ ժողովուրդը չստանա, ոչինչ չի լինի, տրագեդիա չի լինի։ Բայց մեկ ամիս հետո այդ քանակները կգտնի բազմակի անգամ շատ եւ էկոլոգիական խնդիրներին ավելի շատ ուշադրություն կդարձնեն եւ օրենքին ավելի շատ ուշադրություն կդարձնեն եւ կոռուպցիան եւ թալանը կպակասի ամեն ինչ կկարգավորվի։ Լավ չգիտեմ, թե նույնիսկ այն 25% այդ որ դուք ասում եք, 22.5 ինչպես է դա օգտագործվում կամ ուր է գնում, ուր է մտնում, բյուջե է մտնում, չի մտնում։ Ուղղակի 3 ամիսօր ինֆորմացիա տարածվեց, որ վեճ է գնում Վանեցյանի նախկին ազգային անվտանգության խորհրդի Պետեր, Ռուսաստանի նախկին թոշակների մինիստրը Զուրաբովի եւ եթե չեմ սխալվում Քոչարյանի միջև, որը Քաջարյանի կանցամոլիդեին կոմբինատի երևի մեծ մասը Քոչարյանինն է, մի մասը Զուրաբովին է եւ չգիտես ինչու 5% թե 12.5% անմիջապես Ղարաբաղի պատերազմից հետո բաժնետեր դարավ Վանեցյանը։ Եվ այսօր իրար մեծ վեճ է գնում։ Ուղղակի 3 ամիսօր դա թարմ ձեր հարցի պատասխանը թե ինչ է կատարվում մեր հանքերի հետ, մարդիկ, որոնք պիտի պետական շահերը ապահովեին, պիտի հետևեին պատերազմին, որ պարտություն չլներ, պիտի ժողովրդի մասին մտածեին, պարտությունից հետո ստանում են մեծ դիվիդենդներ, մեծ բաժնետոմսեր։ Այլ օրենք, որոնք որ պարտադիր են ընդունել, թե այս ձեր ասած 3-ի ընդունումը բավարար է, որպեսզի բան փոխվի այդ ոլորտում։ Սա 3 շատ կդնեն կարծես ռելսերի վրա, լոկոմոտիվը ճիշտ ճանապարհի վրա, ճիշտ ուղղության վրա, բայց առանց աֆինաժնի գործարաններ կառուցելու մի քանի հատ, ես կառաջարկեի, որ քանի որ մեր 3 կենտրոն ունենք Լեռնամետալուրգիայի, Ալավերդի, Սոտք եւ Հարավ, 3 կետերում, որպեսզի տրանսպորտային ծախսերը քիչ լինի, այդ 3 կետերում 3 հատ աֆինաժնի գործարան կառուցվի։ Ծախսերը փոքրացնելու համար դա 4-րդն է, որը կխթանի արդեն շատ արագ ստանալ մաքուր մետաղ եւ մաքուր մետաղը արդեն կարիք չկա գնացքներով դուրս անել հազվագյուտ մետաղները լինում են կիլոգրամներով, բայց միլիարդավոր դոլարների արժեք ունեն գունավոր եւ թանկարժեք մետաղները մաքսիմում լինում են տոննաներով, ինքնաթիռներով կարող են տեղափոխվել, ոչ մի խնդրեմ չի, լոգիստիկայի խնդրեմ չենք ունենա, որ հիմա մենք ասում ենք խեղդված հանրապետություն ենք, ելքեր չունենք, մեզ ոչ Վրաստանի ելքն է պետք, ոչ մյուսի, ինքնաթիռները բավական են եւ այս բոլոր օրենքները երևի էլի չեն աշխատի տեղի կտան եւ թալանի եւ կոռուպցիայի, եթե խիստ ադմինիստրատիվ եւ ժողովրդական հսկողություն չլինի, դրա համար պետք է ընդունել նոր օրենքներ վերահսկելու բնական ռեսուրսների լեռնամետալուրգիայի գործունեությունը 5 կետեր, որոնք շատ արագ մեր հանրապետությունը Հայաստանը կդարձնի զարգացած, զարգացող եւ ճանաչված ընդունվող միջազգային
խաղացողների միջազգային զարգացած զոր պետությունների կողմից կճանաչվեն որպես արժանի պետություն եւ ժողովուրդ։ Շնորհակալություն, հիմա դուրս գանք կարճատև գովազդային դատայի, որից հետո կշարունակենք մեր զրույցը, սիրելի բարեկամներ, գովազդը եթերում մնացեք մեզ հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևանի եւ Զովունիի սահմանին գտնվող ալպիական թաղամասում սկսվել է 2, 3 եւ 4 սենյականոց բնակարանների նախնական ամրագրում։ Առաջարկում ենք նաեւ թաունհաուսներ արդեն պատրաստ եւ կառուցվող։ Բնակարանների արժեքները սկսվում են 50,000 ԱՄՆ դոլարից մինչև 140,000 ԱՄՆ դոլար, իսկ թաունհաուսներինը 160,000 ԱՄՆ դոլարից 170,000 ԱՄՆ դոլար։ Մանրամասների համար այցելեք մեր պաշտոնական կայք alpiakan.am կամ զանգահարեք +374 44 201 066։ Ամրագրում կարող եք կատարել մինչև ապրիլի 30-ը։ Ալպիական թաղամաս, ձեր նոր տունը Հայրենիքում։ Երևանն եք ուղարկում։ Օթանավով։ Երևանն են ուղարկում։ Ստեղ ուղարկում են, Երևանում ստանում են $1.99 սենսացիա։ Այ սենսացիան է սա։ Ծրիա։ Իսկ ավտոմեքենաները կարող եք ուղարկել անհավատալի ցածր արժեքներով։ Նավով վճարում եք 1 արկղի համար, 2 արկղել անվճար։ Ասեք, Աշոտ դա ուղարկել։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Մենք շարունակում ենք մեր զրույցը հանքարդյունաբերության փորձագետ, գործարար Վիլսոնյան Հայաստան ՀԿ հիմնադիր Գյորգի Միրզախանյանի հետ։ Պարոն Միրզախանյան, իմ հաջորդ հարցը կարող է տարօրինակ թվալ, մենք շատ ենք խոսել այդ մասին,
Բայց ես կարծում եմ, որ հերոստատիտողների մոտ կարող է առաջանալ այսպիսի մի տպավորություն, որ հիմա էլ մենք փորձում ենք գրագրահատել մի ոլորտի դերը Հայաստանի Հանրապետության կյանքում, ինչպես հիշում եք Արցախյան այդ շարժման ամենասկզբում, երբ Խորհրդային Միությունը նոր էր փլուզվում, կային ռետորներ, որոնք խոսում էին, որ մեզ ջերմուկը միայն հերիք է, որպեսզի Հայաստանի տնտեսությունը զարգանա եւ այլն, եւ այդ կոնտեքստի տակ փակվեցին եւ Նայիրիդ գործարանը եւ ատոմակայանը, արդյոք հանքարդյունաբերությունը այն ոլորտն է, որը իրոք կարող է դառնալ Հայաստանի արդյունաբերության լոկոմոտիվը։ Շնորհակալություն հարցի համար, շատ ճիշտ եք, որպեսզի ճանապարհ գնալու չսխալվենք, մինչև ճանապարհ սկսելը պիտի խորը մտածենք, հիմքեր ունենք, թե չունենք։ Ես մեկ անգամ ասել եմ եւ հիմա էլ կրկնում եմ, այն պաշարները, որոնց մասին մենք խոսում ենք, դեռ ուսումնասիրված է եղել սովետական միության ժամանակ։ Ինչ տվյալներ ես ասում եմ, դա կա, ուսումնասիրված է, պետական ֆոնդում դրված է եւ սովետական միության եւ այսօրվա Ռուսաստանի եւ Հայաստանի, դեռ չգիտեմ երկրաբանության ինստիտուտը եւ այդ ֆոնդի հաշվարկում կատարվում է, թե չի կատարվում Հայաստանում, բայց ռուսական տվյալներով այդ պաշարները, որի մասին տրիլիոններ, որի մասին խոսում ենք, հաստատված է ռուսական արխիվում, բոլոր ապացույցները կան։ Կոնկրետ օրինակ, հոդված մեր երկրաբան ակադեմիկոս Հայր եւ աղջիկ Գևորգյանները նրանց հաշվարկով մոտավորապես դեռ 90 թվականին մեր հարստությունը թանկարժեք եւ գունավոր մետաղների Հայաստանի ուսումնասիրված մասը կազմում էր 4.5 տրիլիոն։ Սա մեկ հոդված է ապացուցում, որը գրված է դեռ 95 թվականին։ Այդ տվյալների հիման վրա, որ մեր ամբողջ լեռները հարուստ են ուղղակի դատարկ ապարներ չեն, հարստություն են, մետաղական մեծ հարստություն են, դա շատ միջազգային հետախուզական կազմակերպությունների կողմից է ապացուցված եւ նախնական տվյալներով, եթե գունավոր եւ թանկարժեք մետաղները 4.5 տրիլիոն են համարվել դեռ 90-ական թվականներին, իսկ հազվագյուտ մետաղները մոտավորապես էլի 4.5 այդպես տրիլիոն են համարվում եւ Մենդելեևի աղյուսակի մոտավորապես 8-9 էլեմենտներ Հայաստանում ունեն ամենակարևոր էլեմենտները, որոնք օգտագործում են կոսմիկական հետազոտությունների մեջ, հիմնականում բարդ իրավիճակներում, բնակլիմայական հազարավոր աշճանների տակ, դա կամպոզիտների մասին ենք խոսում, որոնք այսօր ինքնաթիռների 90%-ը կամպոզիտ է, այդ էլեմենտները 8-ից 9 կարևորները մեր հանրապետությունում կան եւ արդյունաբերական պաշար են եւ հիմնական կռիվը ամլուցարի այդ էլեմենտների համար է եւ ուրանի համար է, բացի ուրանից այնտեղ 8 էլեմենտ կա հազվագյուտ մետաղների։ Երրորդ մեծ պաշարը, որը տրիլիոնների մասին է, 4-ից մինչև 5 տրիլիոն, դա ոչ մետաղական հարստությունն է մեր հանրապետության, գրանիտը, բազալտը, տուֆը եւ այլ մնացած ոչ մետաղական պաշարները։ Այդ բոլորը ապացուցված է արխիվներում կա, ֆոնդերում ապացուցված է, ֆոնդերում որպեսզի դրվեն, դա եւ պետական կոմիսիան է, եւ գիտական կոմիսիան է ուսումնասիրում, փորձագետների մեծ խումբ երկար տարիներ ուսումնասիրում, հաստատում դնում են։ Այդ թվերը օդի չի վերցված, բոլորը գրված է, բաց է այսօրվա ինտերնետի դարում, ուղղակի ոչ ոքի չի հետաքրքրում։ Դեռ ավելին,
նախկին իշխանություններին, միգուցե հիմա էլ այսօրվա իշխանությանը, քանի որ կոռուպցիան եւ թալանի սխեմաները շարունակվում են, նրանց պետք չէ որ ճշմարտությունը ժողովուրդը իմանա։ Իսկ մենք մեր ժողովրդին պիտի ասենք, որ երևի ամենահարուստ երկրներից մեկն ենք, եւ ես պետք է էլի միջավ համաշխարհային վալյուտնի ֆոնդ, Международный валютный фонд վալյուտային հիմնադրամի տվյալներն եմ ասում 2025 թվականին 2025 թվականին, երբ որ Լեռնային Ղարաբաղի ամբողջ հարստությունը դարավ Ադրբեջանի կազմ, Ալիևը շատ արագ ձևակերպեց եւ դրեց որպես պետական հարստություն, նոր այդ ժամանակ դրանից հետո 25 թվականին ցույց եմ տալիս հարստությունները Հայաստանի եւ Ադրբեջանի հավասարվեցին համաձայն միջազգային վալյուտային ֆոնդի տվյալների, այսինքն մինչև Լեռնային Ղարաբաղի կորուստը Հայաստանի համաձայն միջազգային կազմակերպության տվյալների ավելի հարուստ պաշարներ ուներ, որովհետև նավթի եւ գազի պաշարները Ադրբեջանի գնալով պակասում էին նախնական հաշվարկով, որը Ալիևը դրել է արդեն պետական ֆոնդի որպես Ադրբեջանի պաշար 2.5 տրիլիոնի պաշար նա վերցրել է Լեռնային Ղարաբաղից եւ պատահական չէ որ պատերազմը ինչու սկսեց բոլորը պատերազմը կապում են ինչ որ ազգամիջյան ինչ որ սոցիալական եւ թշնամական հարաբերությունների հետ ես որպես տնտեսագետ հիմք ընդունելով միայն տնտեսությունը եւ շահույթը քանի որ ապրում են կապիտալիզմի օրը կապիտալիստներին հետապնդում է միայն շահը, ինձ թվում է պատերազմը Լեռնային Ղարաբաղի հանքերին տիրանալու համար էր։ Եվ պատահական չէ, որ Լեռնային մինչև պատերազմը սկսվեց սեպտեմբերի 27-ին, բայց փետրվար ամսին Ալիևը Իլխամ Ալիևը պայմանագիր էր կնքել ամերիկյան կազմակերպության հետ, որի հիմնադիրը նախկին պրեզիդենտն էր բոլորը ճանաչում են եւ հնչեցրեք անունը ինչպես անունը հնչեցրեք որպեսզի ոչ մի բան չմնա այո եթե կարելի եւ երկրորդ կեսը հանքերի երկրորդ բաժինը նա տվեց անգլիացիներին որի մեջ նաեւ գտնվում են իշխանության եւ թագավորական ընտանիքի անդամներ այդ ես գտնում եմ որ Ղարաբաղի այդ Արցախի կռիվը եւ հայ ժողովրդի տեղահանությունը կապված էր միայն հանքերի ակտիվ վերամշակման համար եւ հիմա բոլորը գիտեն բացի նրանից որ մշակութային օբյեկտները վերանում են այնտեղ շատ արագ հանքերի հանքանյութի արտահանում է կատարվում, այնտեղ վերամշակում է կատարվում եւ անգլիական եւ ամերիկյան կազմակերպությունները ահռելի օգուտներ են ստանում եւ շահույթներ են ստանում։ Իմ կարծիքով միջանկյալ հատցես կապված այդ ուսումնասիրությունների դուք անդադ ասում եք որ ուսումնասիրությունները դեռ խորհրդային շրջանի ուսումնասիրություններ են բայց սրանց 30 տարի առաջ այդ հազվագյուտ մետաղների օգտագործումը մոտ 1000 անգամ ավելի պակաս էր քան հիմա եւ արդյոք դա նշանակում է որ մեր մոտ այդ հազվագյուտ մետաղները վատ են օգտագործված որովհետեւ դրանց կարիք չի եղել խորհրդային միությունում շատ այսպես խելոք հարց տվեցիք ճիշտ հարց տվեցիք ուրեմն այն ժամանակ հազվագյուտ մետաղների ուսումնասիրություն Հայաստանում չի եղել հազվագյուտ մետաղների ուսումնասիրությունը սկսել է վերջերս ամուլսարի հետազոտությունների հետ միասին
եւ հարավի ուսումնասիրությունների հետ միասին, երբ որ եկան ռուսական մոնոպոլիստական հանքարդյունաբերության ներկայացուցիչները սկսեցին անալիզ անել եւ էլ ինչ կարող են այդտեղից կորզել, պարզվեց, որ այնտեղ հազվագյուտ մետաղների մեծ պաշարներ կա։ Այդ ուսումնասիրություն հազվագյուտ մետաղների վերջերս է սկսվել եւ մոտավորապես ասեցինք արդեն չհաստատված դեռ կարող է ավելի շատ լինի, ասեցինք 4-ից 5 տրիլիոնի հազվագյուտ մետաղներ կա։ Դուք ճիշտ եք։ Այդ հարցին նաև անդրադարձավ, գիտեք, անցած տարի եթե չեմ ջերմուկում, թե տեղի ունեցավ սիմպոզիում, որտեղ հավաքված էին բոլոր հանքարդյունաբերողները, կառավարություններ կազմակերպել, եւ այնտեղ հարց դրվեց ակտիվ ուսումնասիրել հազվագյուտ մետաղները, հետազոտություններ կատարել։ Եվ 25 թվականից առաջին անգամ այսօրվա իշխանությունը պետք է պարտադիր նշել, սկսեց ուշադրություն դարձնել լեռնամետալուրգիային եւ ուսումնասիրություններին, իմ կարծիքով գնում է, ինչպես ասում են, ճիշտ ճանապարհով։ Եվ ուրեմն փորձենք ամփոփել այսօրվա մեր հաղորդումը, դուք գիտեք, թե ժողովուրդը ինչ պիտի պահանջի մեր քաղաքական կուսակցություններից։ Արդյոք ձեր պատկերացմամբ այդ քաղաքական կուսակցություններում կա այն գիտակցությունը, ինչի մասին մենք խոսում ենք, թե պետք է առանձին հանդիպել, նրանց բացատրել, որպեսզի նրանց ծրագրերում մտնի այս գաղափարները։ Շնորհակալություն, ինձ թվում է այսպիսի հանդիպումները, միջոցառումները, որ մենք անում ենք, տեղեկացնում ենք մեր ժողովրդին, միաժամանակ տեղեկացնում ենք այդ կուսակցություններին եւ ղեկավարներին։ Եզրակացությունը իրենք պիտի անեն, իրենք պիտի մտածեն, թե եւս մեկ անգամ պետք է մեր այսպես կերկանդունենք, որ մենք միամիտ ժողովուրդ ենք, շատ շուտ ենք հավատում, հատկապես ստերին, երբ որ եւ շուտ մոռանում ենք, եւ շուտ մոռանում ենք, եթե այդ մեծ սուտը փաթեթավորված է գեղեցիկ փաթեթով, մենք շատ շուտ հավատում ենք։ Իսկ թվում է մեր ժողովուրդը մյուս կողմից էլ խելոք ժողովուրդ է, կհասկանա, որ սա հերթական խաբեբայությունն է, ովքեր միայն խոստանում են եւ իրենց այդ խոստումից առաջ կյանքում ոչ մի բան ռեալ չեն արել, այդ կուսակցություններին հավատալ չի կարելի, նրանք ընտրություններից հետո անմիջապես այդ բոլորը մոռանալու են եւ պիտի ձայն տան միայն այն կազմակերպություններին, որոնք ռեալ մեր ասած այդ 5 կետերը, որ ասեցինք, ուղղություն կընդունեն լեռնամետալուրգիայի լոկոմոտիվի Հայաստանի զարգացման, տնտեսական զարգացմանը, որը կլինի նաև անվտանգության ապահովություն եւ ոչ թե սուտ խաղաղություն բառը ասելով խաղաղությունը չի գալիս, միայն հիմքեր պիտի ունենա, զարգացում ասելով զարգացումը չի լինում, պիտի տնտեսական հիմքեր ունենա, անվտանգություն ասելով չի լինում, եթե չկա տնտեսական անվտանգություն, մնացած 7 տեսակի անվտանգությունները չեն կարող լինել, որտեղ ամեն ինչը հիմնված պիտի լինի պետության հարստության վրա։ Եվ մեր ժողովուրդը պիտի առաջերտին մտածի իրեն երեխաների ապագայի մասին, եթե այսօր ժողովուրդը զրկված է այն հողի հարստությունից, որի վրա ինքը ապրում է, նա փաստորեն վաղուց մեր ժողովրդին զրկել են իրեն հայրենիքից, իրեն հողից, իրեն հարստությունից եւ զարգացման հնարավորություններից։ Ես համոզված եմ, որ այս ընտրությունները մի քիչ ավելի գրագետ, ավելի իմաստալից կգնան, մեր ժողովուրդը այսպես սումում, մի քիչ մտածելով քվեատուփերի մոտ եւ իսկական ազգային մտածող մարդկանց եւ որակյալ մասնագետների կվստահի երկրի ղեկը, կառավարման ղեկը։ Շնորհակալություն պարոն Միրզախանյան հետաքրքիր զրույցի համար, սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք հանքարդյունաբերության փորձագետ Վիլսունյան Հայաստան Հասարակական կազմակերպության հիմնադիր եւ նախագահ Գյորգի Անտոնո Միրզախանյանի հետ։ Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք եւ մինչեւ նոր հանդիպում։